եմ ձեզ Meridian Expo կենտրոնից, գործար ալիքը այստեղ 3 օր աշխատելու է, մենք մասնակցելու ենք Digitech Expo-ին, կարող եք մոտենալ, հետևել ինչ է կատարվում այստեղ, բավականին ակտիվ է արդեն իսկ առաջին օրը, եւ առաջին մեր զրուցակիցը Կարեն Սիմոնյանն է, Ideascore ընկերության հիմնադիրը։ Կարեն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Որպես ստարտափ եք ներկայացված, կպատմեք ինչ գաղափարներով եւ ինչ արտադրանքով եք այստեղ։ Ideascore ընկերությունն ունի մոտավորապես այս պայդրությամբ ակտուալ 5 պրոդուկտներ, որոնք հերթով մենք փորձելու ենք ծանոթացնել հանրությանը եւ մտցնել այդ պրոդուկտները շուկա, եւ դրանցից այս պահեդրությամբ մենք ներկայացնում ենք 2 ստարտափ ընկերություն, մեկը Bambuk Neon է, որներից ներկայացնում է մանկական աուդիո հեքիաթների եւ ստեղծագործությունների, ձայնային ստեղծագործությունների հարթակ, եւ երկրորդը Vanta MDM-ն է, որը Mobile Device Management System է, այսինքն հեռակառավարման համակարգ է հատուկ մոբայլ սարքավորումների համար, որի մեջ ներառում է հեռախոսները, պլանշետները, նոթբուքերը եւ այլ հեռակառավարող համակարգեր։ Սկսեմ առաջին աուդիոգրքերից, աուդիոգրքերը հայերեն լեզվով մանկական հեքիաթներ են, այսինքն Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Արտասամանյան, Հանս Քրիստիան Անդերսենի գրիմ եղբայրների ստեղծագործություններն են, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել մեր մանուկներին նաև ոչ միայն հայկական հեքիաթներ, այլև միջազգային հեղինակներին ու հնարավորությունը տալիս այս պահեդրությամբ մոտ 100-ն են, որոնք ավելանալով գնում են, այսինքն մենք նախատեսում ենք մոտավորապես մինչև մայիս ամիսը ունենալ ավելի քան 1000 ստեղծագործություն։ Համակարգը աշխատում է ամսական բաժանորդագրությունով կամ տարեկան բաժանորդագրությունով, ինչը հնարավորություն է տալիս միանգամից ունենալ հնարավորություն ծանոթանալ ամբողջ ձայնադարանին ու ամբողջ ֆայլերին։ Դա իր հերթին մոտակա արդեն հասանելի կլինի, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում արդեն հասանելի կլինի այն հանրությանը եւ հնարավորություն կտա մեր մանուկներին ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր մնացած հայկական գաղթօջախներում, Սփյուռքի բոլոր համայնքներում լսելի այլ հասանելի դառնալ հայկական խոսքը եւ հայկական ձայնը։ Միայն արևելահայերեն է։ Նախատեսվում է նաև արևմտահայերեն տարբերակ, որը ապագայում կմտնի շուկա, բայց առայժմ դեռևս արևելահայերենով ենք աշխատում, այն ստեղծագործությունները, որոնք արևելահայերեն են, բայց ես մեծ հաճույքով ասեմ, որ աշխատում է թիմը նաև արևմտահայերենի զարգացման ուղղվածությամբ։ Հետաքրքիր է այդ գրքերի, աուդիոգրքերի իմաստով ֆիդբեքեր ստացել եք Սփյուռքում երեխաները ինչպես են լսում, արձագանքում, ինչ կարծիքներ կան։ Պատմեք այդ։ Բավականին դրական է արձագանքը ու սպասելիքները, որովհետև ինքը առանձին թեպետ մենք ունենք հայկական աուդիոգրքեր, կան ինչ-որ հարթակներ, որոնք կան հայերեն ձայնային գրքերը, բայց իրականում գլոբալ առումով որպես մասնավոր հենց մանկական ուղղվածությամբ երբևէ չի եղել ու այս հատվածում մենք ընդգրկվելու է ինքը մոտավորապես 1-ից մինչև 9 տարեկան երեխաներին ու հնարավորություն է տալիս նաև ծնողներին, ինչի՞ չէ ինչ որ ձեով ազատել ծնողներին, ասենք որոշակի ժամանակ, որպեսզի հնարավորություն է երեխան լսի համ հեքիաթներ, իսկ ծնողը կարողանա ծանոթացնել նաև ընդհանուր, ասենք հեղինակներին երեխային, հա, պատկերացրեք մենք ստեղծել ենք 3 կերպար, մեկը ընձուղտ է, մյուսը կոալա է, երրորդը նապաստակ է, ամեն մեկի համար նախատեսում ենք ստեղծել առանձին խաղալիք իր ձայնային համակարգով, որը հնարավորություն կա Bluetooth-ով կապել այդ ձայնային համակարգին, ուղղակի ու ասենք այդ նապաստակը, որին անվանում ենք նոնո օրինակ, ինքը պատմի երեխային իր հեքիաթները։ Յուրաքանչյուր կերպարի հետևում մեկ ձայնագրման մասնագետ է, մեկ ձայն է ու բոլորն էլ շատ հաճելի են ու հրաշալի։ Մենք իհարկե փորձում ենք օգտագործել նաև արհեստական բանականությունը, բայց արհեստական բանականությունը դեռևս չունի այն երանգները, ինչ որ կենթանի ձայնը։ Հետաքրքիր է հայկական ինչ տարրեր եք ներառել այդ կերպարների մեջ, եթե կան դրանք։ Հայկական կերպարներից մենք ներառելու ենք ու մոտակա ապագայում դուրս կգա 2 կերպար, մեկը վանակատուն է, մեկը հայկական գամփռը, որը նույնպես ինձ թվում է հետաքրքիր տարբերակներով կլինի որպես խաղալիքներ, բայց ընդհանուր գլոբալ մենք հայկական հեքիաթներ, առանցքներ, ասացվածքներ, գլուխ կոտրուկներ, այսինքն ինչ որ երեխաների համար նախատեսված է դման բան ենք ներառում, այսինքն ընդհանուր պլատֆորման պետք է տա զարգացվածություն։ Կա նաև այսպիսի միտք ապագայում նաև դպրոցական ծրագիր, այսինքն
դպրոցական ծրագրում ենթակա բոլոր գրքերը, որոնք կան հայ ստեղծագործողների, դա առանձին հավելվածով, առանձին պլատֆորմայով իրան լույս են ծայել, բայց առայժմ դա մոտակա երևի 6-7 ամիս հետո դա մենք սկսենք այդ ձևի աշխատանքների իրականացում։ Առայժմ միայն հեքիաթներ, մանկական աուդիոգրքեր եւ նման ստեղծագործություններ են։ Շատ լավ, ասենք մյուս product-ին երևի։ Այո, երկրորդ product-ը ինքնին ներկայացնում է հեռակառավարման համակարգ մոբայլ device-ների համար, որը հնարավորություն է տալիս դες մեկ կենտրոնական my device-ից իրականացնել կառավարում վերահսկողություն ձեր ունեցած ինֆորմացիայի նկատմամբ այլ սարքավորումներով։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ եւ ձեր հեռախոսը, որ ձեր աշխատակիցը ունի, պարունակում է որոշակի զգայուն ինֆորմացիա ձեր ընկերության համար, օրինակ չգիտեմ, ձեր ընկերության հաճախորդների ցանկն է, ձեր ընդհանուր, ասենք, մարքեթինգի ռազմավարությունն է եւ այլն եւ այլն, հեռախոսը կամ գողացվել է կամ դարձել է, ասենք, կամ ուղղակի կորել է։ Իհարկե Հայաստանում այդքան շատ ծառացված չի պետք է անել արդյունաբերական մեխանիզմը կուզեմ բացատրեք, ինչ որ ծրագիր է, որը պիտի ներբեռնել հեռախոսի Այո, մեջ։ պատկերացրեք դուք ընկերություն եք, դուք ուզում եք աշխատակիցների համար ունեք հեռախոսներ, որոնք աշխատանքային են։ Դուք ներբեռնում եք համապատասխան հավելվածը, որը հնարավորություն է տալիս առաջինը մեկ հեռախոսից վերահսկել այն ինֆորմացիան, որը կա աշխատանքային հավելվածում, այսինքն նկարներ, ֆայլեր, աուդիո ձայնագրություններ, այն հիմնականում, այսինքն ինչ որ աշխատանքային են վերաբերում։ Խոսքը անձնականին չի վերաբերվում, էլի։ Հասանելի եւ iOS եւ Android երկու համակարգերում, այսինքն նաեւ բացի այն, որ ինքը ուղղակի կառավարման համակարգ է, նաեւ հնարավորություն կա workspace։ Դու հնարավորություն ես քո աշխատակիցների հետ նաեւ chat անելու, ներսում, այսինքն խոսելու, աուդիո եւ վիդեո զանգերի հնարավորություն է ներսում, հա, ընդհանուր ֆայլերի կիսվելու մեկ հպումով մեկ ֆայլ, ասենք, կիսվել 100 եւ ասենք 1000 միանգամից սարքի հետ, որ հնարավորություն է տալիս մեկ բանով այդ ֆայլը վերահսկել, ասենք, եթե պետք է օրինակ ինչ որ մի քանի device-ներից մեջ ջնջել, մի մասների մեջ ավելացնել եւ այլ եւ այլ, այսինքն ընդհանուր քեզ հնարավորություն է տալիս ցանցը, որը դու կառավարում ես, դա կլինի օրինակ, ասենք, նոթբուքեր, կլինեն, ասենք, պլանշետներ, կլինի հեռախոսներ, դրանցով կառավարել։ Երկրորդ աստիճանը, որը product-ը մենք շուկա կմտցնենք, դա կլինի արդեն ստացիոնար համակարգիչների համար product, բայց դեռևս առայժմ միայն մոբայլով ենք մենք ներկայանում ու հույս ունենք ապագայում մոտակա մի քանի ամսվա ընթացքում ինքը հասանելի կդառնա հայկական շուկայում։ Այս պահին թեստավորման փուլում ենք, այս պահի դրությամբ դեռևս կարգավորում ենք, այսինքն բագերի կարգավորման գործընթացում ենք, product-ի զարգացման նոր փուլում ենք, որը հնարավորություն կտա MDM-ին ավելի վանտ MDM-ին ավելի լայն ընկերություններին ավելի լայն ծառայություններ մատուցել։ Ոչ միայն բացի այդ մեր ֆայլերը ներսում ունեն մեր ներքին էնկրիպտավորում, այսինքն անվտանգության ապահովման մեր համակարգը ունի, ինչի հաշվին ես կարող եմ ասել, որ ինքը բավականին մրցունակ է ու ի տարբերություն այլ MDM-ների, որոնք ուղղակի mobile device management են, մենք workspace ենք, այսինքն հնարավորություն է տալիս ընկերությանը համատեղել իր ընդհանուր թղթաբանությունը կամ ընդհանուր, ասենք, աշխատանքը այդ հարթակում։ Շատ լավ։ Ես տեղյակ եմ, որ այս տարի Digitech-ում կա ստարտափների ծառուղի, որտեղ ավելի քան 80 ստարտափեր են ներկայացված։ Դուք եթե այդ թվում եք, ապա ինչպես է ստացվել այդ համագործակցությունը, ինչպես եք հայտնվել այդ ցանկում։ Digitech-ը տալիս է լավագույն հնարավորությունը ներկայացնելու քեզ ձեր ստարտափը ընդհանուր աշխարհին եւ բացի այդ հնարավորություն է տալիս կապեր հաստատել մնացած բոլոր ստարտափերի հետ։ Այդ պարագայում ես կարող եմ ասել, որ հնարավորություն է տալիս օգտվել նաև ոչ միայն մեր product-ը ներկայացնել, այլ նաև տեսնել թե շուկայում ինչ product-ներ կան, օգտագործել դրանք սեփական արտադրանքի ու սեփական հետագա զարգացման համար։ Այս պարագայում Digitech-ը ունիկալ է ու ես ակնկալում եմ, որ ինչ-որ մի պահի Digitech-ը կարող է ունենալ նաև մասնավոր բաժին, որը կվերաբերի միայն ստարտափերին։ Այսինքն այս պահի դրությամբ կա ստարտափերի ծառուղին, ու ինչ-որ մի պահի Digitech-ը լինի, որը նվիրված կլինի ընդհանրապես ստարտափերին ու այդ մշակույթին, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ավելի մեծ ու ավելի մանրամասն ուշադրություն դարձնելու ստարտափ էկոհամակարգին։ Այս պահի դրությամբ ինչ վիճակում է այդ ուշադրությունը ստարտափերի հանդեպ եւ հնարավորությունները շուկայում, դաշտում առհասարակ դուք մուտք գործելով այդ աշխարհ, ինչ կանխատեսումներով եք մտել։ Պատկերացրեք այս պահին ես կարող եմ ասել, որ թեպետ շատ խոսվում է, բայց ստարտափերի համար այնպես չի, որ բավականին լավ պայմաններ կա Հայաստանում ստեղծված։ Միշտ հնարավոր է գովազդել, միշտ հնարավոր է ցույց տալ, որ մենք ունենք այլ տարբերակներ, բայց ստարտափ որպես այդպեսին առանձին իրավակազմակերպական ձև գոյություն չունի։
եթե դու ուզում ես ստարտափ հիմնես, դու պետք է առաջինը հիմնես սեփական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ չգիտեմ, փակ բաժնետիրական ընկերություն կամ այլ ձևով։ Իսկ ինքը ինչ է ենթադրում, որ ՍՊԸ-ն կոնկրետ պատասխանատվության որոշակի դաշտ է, այսինքն դու պետք է պատասխան ունենաս հնարավորություն ունենաս հաշվետվության համակարգ, պետք է ունենաս տնօրեն, պետք է ունենաս հաշվապահ, պետք է ունենաս, այսինքն հնարավորությունը բոլոր ընդհանուր իրավակազմակերպական ձևը, որ մնացած բոլոր ՍՊԸ-ներին է։ Եվ մյուս կողմից, եթե օրինակ պետությունը որոշում է քեզ տա արտոնություն, դա անարդար է դառնում մյուս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ, որտեղ նրանք աշխատում են օրինակ ընդհանուր հարկման դաշտում, բայց դու ինչու պետք է օրինակ եկամտահարկից ազատված լինես, հա։ Դրա համար իմ կարծիքով կարևոր է, որ պետությունը կարողանա առանձին իրավակազմակերպական ձև տա ու ստեղծի հենց ստարտափերի համար։ Շատ լավ, առաջին օրն է, որ մեկնարկել է Digitech Expo-ն, շրջել եք արդեն ինչ հետաքրքիր պրոդուկտներ եք տեսել առհասարակ այս տարի մթնոլորտը ինչպիսին է, քանի որ գիտենք, որ ԱՏԾՄ-ն նաև տոնում է 20-ամյակը, հոբելյանական է, ինչ հետաքրքիր, չգիտեմ, կողմեր եք բացահայտել։ Բավականին հետաքրքիր ընկերություններ կան Հայաստանում ներկայացված, որ չի պատկերացնում, որ մենք այս բան կարող է լինել, որովհետև սովորաբար նման ընկերությունների հանդիպում ենք միջազգային հարթակների, միջազգային էքսպոների ժամանակ, ինչը հաճելիորեն զարմացրեց ու ես հույս ունեմ, որ Հայաստանը հնարավորություն կունենա էվոլյուցիոն աճ ապահովել ու էվոլյուցիոն թռիչք ունենալ, մասնավորապես օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսին արհեստական բանականությունն է, քվանտային համակարգիչների հնարավորություններն են, որոնք նոր դուռ են բացում ընդհանրապես IT կոչված աշխարհում, այսինքն նոր որակի ու նոր իրավիճակի շեմին ենք մենք կանգնած, մոտավորապես պատկերացրեք, սա կարելի է համեմատել օրինակ արհեստական բանականությունը կամ մնացած գործիքները, որոնք այսօր օր-օրի ավելանում են, մենք կարող ենք համեմատենք համացանցի ստեղծման հետ, այսինքն մոտավորապես նույն հեղաշրջումը մենք կարող ենք ակնկալ, մենք նույն հեղաշրջման մեջ ենք ապրում այս բանը, ինչ որ երբ այն ժամանակ երբ սկսեց ստեղծվել համացանցը։ Այո, որ ասում ով կպատկերացներ, որ ով կպատկերացներ, այո, իհարկե, այսինքն նույնը արհեստական բանականության բոլոր մոդելները, որոնք այս պայծրությամբ աշխատում են, այսինքն յուրաքանչյուր մոդել ավելի խելացի է դառնում ու ավելի լավ է սովորում։ Իհարկե, բայց դեռևս դա արհեստական ընդհանուր բանականություն չի, ինքը ունի իր սահմանափակումները, ունի իր օրենքները, որոնք չի կարող անցնել, որպեսզի կարողանա դառնալ այն տրամաբանության օժտված մարմին, ինչ որ ունի մարդը։ Ինչ կասեք ստարտափերի համար արհեստական բանականությունը ինչ հնարավորություններ է տալիս համագործակցության իմաստով, որքան կարևոր է նրա դերը, նշանակությունը, դուք որքանով եք կարողանում ռեսուրսներ խնայել օգտվելով նրանից, եթե օգտվում։ Ես ասեմ, որ մենք բացի այն, որ հիմնական մեր պրոդուկտները ներկայացրեցինք, այլ եւ մնացած մեր պրոդուկտները, որոնք շուկա կմտնեն հաջորդ թիվ, մենք օգտագործում ենք հիմնականում արհեստական բանականության գործիքակազմ, այսինքն մի պարագայում արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս մեզ կազմել իրավական փաստաթղթեր, վերլուծել իրավական գործընթացները, օրենքները եւ այլ, դրա հիման վրա տալ իրավական խորհրդատվություն։ Երկրորդ դեպքում մեզ հնարավորություն է տալիս կառավարել անձնակազմը, կառավարել ընդհանուր շարժը եւ հնարավորություն տալիս կառավարել ռեսուրսները։ Այս պարագայում պետք չի ստեղծել նոր արհեստական բանականություն, պետք է կարողանալ օգտագործել շուկայում առաջարկվող մնացած գործիքները, որոնք տալիս են, ասենք օրինակ լեզվական մոդելները, տալիս են այլ համակարգերը, որի հնարավորությունները շատ են։ Այսինքն արդյունքում այսպես է ստացվում, որ արհեստական բանականությունը ձեզ ազատում է առօրյա աշխատանքի 80%-ից, որ դուք անընդհատ պետք է ավտոմատաբար կրկնեք, այդ աշխատանքից ինքը ձեզ ազատում է, հնարավորություն է տալիս են Այո, տալիս է ազատ ստեղծագործելու հնարավորություն եւ տալիս է ավելի ազատ ժամանակ այդ ստեղծագործական աշխատանքը ավելի որակով անելու համար։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ հետևողներին, ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Ideas Core ընկերության հիմնադիր Կարեն Սիմոնյանն էր։ Մենք շարունակելու ենք կարևորագույն իրադարձություններին հետևել Meridian Expo կենտրոնից, ուզում եմ հիշեցնել, որ ամսի 10-ին, 11-ին եւ 12-ին Digitech Expo-ն լինելու կհանդիպենք,